Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները չեն դադարում։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը շարունակում են հարվածներն Իրանին։ Թեհրանը եւ Սպահանը ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել։ Իսրայելը հայտարարել է, որ Իրանում դեռ հազարավոր թիրախներ կան խոցելու։ Իսրայելը նաեւ հարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, հայտարարելով, որ թիրախավորում է Հեզբոլահի ենթակառուցվածքը։ Իսրայելի բանակը նաեւ հայտնել է Լիբանանի հարավում ցամաքային սահմանափակ գործողություն սկսելու մասին։ Իսրայելցի պաշտոնյաները հայտարարել են Լիբանանի հետ բանակցություններ չեն լինի մինչև Հեզբոլահը չզինաթափվի։ Իրանն էլ շարունակել է հարվածներ հասցնել Իսրայելին եւ Պարսից ծոցի երկրներին։ Արաբական Միացյալ Էմիրությունների երկնքում հրթիռներ եւ անօդաչուներ են որսացել։ Դուբայի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը վառելիքի բաքին անօդաչուի հարվածից հետո։ Սաուդյան Արաբիան եւս հայտնել է տասնյակ ԱԹՍ-ներ որսալու մասին։ Բաղդադում հարվածի է ենթարկվել ԱՄՆ դեսպանատունը։ Հարվածներ են արձանագրվել նաեւ Քուվեյթում։ Ռազմական գործողությունների պայմաններում փակվել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների 20%-ը։ Նավթի գնի աճի հետ կապված իրավիճակը մեղմելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցում է 7 երկրի հետ, որպեսզի նրանք միանան նեղուցը վերահսկելու նպատակով ստեղծվող կոալիցիային։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ի ապագայի համար շատ վատ կլինի, եթե դաշնակիցները չօգնեն այդ հարցում։ Ճապոնիան արդեն հրաժարվել է այս առաքելությունից։ Թրամփը նաև Չինաստանից է օգնություն ակնկալում նեղուցի անվտանգության ապահովման հարցում։ Նա չի բացառել, որ կարող է հետաձգել Չինաստան կայանալիք այցը, եթե Պեկինը չհամաձայնի օգնել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանի հետ զրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումները տարածաշրջանի երկրների դեմ եւ վերականգնել նավարկությունը Հորմուզի նեղուցով։ Մարտի 15-ին էներգետիկայի միջազգային գործակալությունն Ասիայի եւ Օվկիանիայի իր անդամ երկրներին հրահանգել է անմիջապես բաց թողնել նավթի ռազմավարական պաշարները։ Ամերիկայի եւ Եվրոպայի երկրներն իրենց պահուստներից նավթ բաց կթողնեն մարտի վերջին։ Ինչ վերաբերում է բանակցությունների հեռանկարին, Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ շփումներ կան, բայց իր կարծիքով Թեհրանը դեռ պատրաստ չէ։ Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատերազմի ընթացքում երբեք հրադադար չի խնդրել եւ ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի ձգտել։ Ռազմական գործողությունները շարունակվում են նաև Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Մոսկվան արդեն 2 օր է ենթարկվում է անօդաչուների զանգվածային հարվածների։ Մայրաքաղաքի երկնքում գիշերն ավելի քան 4 տասնյակ ԱԹՍ են որսացել, իսկ Կրասնոդարի մարզում անօդաչուի հարվածից նավթաբազայում հրդեհ է բռնկվել։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Զապորոժիեին, վնասվել են տներ, կան տուժածներ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է շուրջ 1800 ԱԹՍ, 1500 կառավարվող ավիառում եւ 86 հրթիռ։ Նրա խոսքով հրթիռներում կա շուրջ 60 արտասահմանյան բաղադրիչ, որոնք Ռուսաստանին են մատակարարվում պատժամիջոցների շրջանցմամբ։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունից երկրի դուրս գալու Փոլեքսիթի իրական վտանգ կա, քանի որ դրա օգտին են հանդես գալիս նախագահ Կարոլ Նավրոցկին եւ խորհրդարանական մի շարք կուսակցություններ։ Տուսկի խոսքով նման սցենարը Լեհաստանի համար աղետալի կլինի եւ ինքն ամեն բան կանի նրանց կանգնեցնելու համար։ Նա հավելել է, որ որոշ ուժեր ցանկանում են ոչնչացնել Եվրամիությունը։ Տուսկն այդ շարքում նշել է Ռուսաստանը, Ամերիկան կրկին հզոր դարձնել շարժումը եւ եվրոպական աճ ղեկավարներին, որոնց նրա խոսքով գլխավորում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Ղազախստանում կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով քվեարկածների 87%-ից ավելին կողմ է արտահայտվել նոր սահմանադրության նախագծին։ Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 73%։ Նոր սահմանադրության նախագիծը մշակվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախաձեռնությամբ։ Փաստաթղթում առաջարկվում է երկպալատ խորհրդարանը փոխարինել 145 падգամավորից բաղկացած միապալատ խորհրդարանով, ինչպես նաև ամրապնդել նախագահի իշխանությունը։ Ըստ նոր սահմանադրության նախագահն իրավունք կունենա միանձնյան նշանակել գլխավոր դատախազին, սահմանադրական եւ գերագույն դատարանների նախագահներին, ազգային բանկի նախագահին եւ ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարին։ Բացի այդ, նախատեսվում է ստեղծել փոխնախագահի պաշտոն, որը նույնպես կնշանակվի նախագահի կողմից միապալատ խորհրդարանի համաձայնությամբ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։